Բարքեմփ Գյումրի 2013-ի երկրորդ օրը մասնակիցները զբաղեցրել են 2 լսարան։ Ներկայացնում են միայն տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ զեկույցումներ։ Ի տարբերություն առաջին օրվա, երբ կար մշակույթ և տեխնոլոգիա բաժինը, մասնակիցները միմյանցից շատ բան են սովորում և շփման շնորհիվ նաև ապահովում են փորձի փոխանակում։ Շատ սպոնտան կերպով Գյումրին ակտիվացավ և շատ մեծ թվով այսօր մոտավորապես ներկայացումների 50%-ը Գյումրիի երիտասարդների Գյումրի ներկայացուցիչների պրեզենտացիաներ, ինչը կարելի է ասել, որ իրապես նաև մեր նպատակներից էր տեղում, նաև մեր երիտասարդներին, մեր բնագավառային ներկայացուցիչներին ակտիվացնել, իրանց ու մեր հյուրերին ներկայացնել են ինչ կատարվում է Գյումրիում։ Գյումրիում հասարակության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների տեղեկատվական հասարակություն ձևավորել մեր նպատակները, ոնց որ սկսում են իրականություն դառնալ։ Բարքեմփի ֆորմատն ըստ կազմակերպիչների լայն տարածում է ստացել նաև Գյումրիում։ 2012-ի համեմատությամբ կան բազմաթիվ տարբերություններ։ Այս առումով գրանցվել է մեծ տեղաշարժ ու առաջընթաց։ Պատասխանատուների խոսքերով արդարացել են իրենց ունեցած հույսերը։ Բարքեմփ Գյումրի 2013-ը գերազանցել է բոլոր սպասելիքները։ Այս տարի Բարքեմփ Գյումրին մասնակցեց մոտավորապես 350 մասնակից, ներկայացրեցին օրական 30-ից ավելի պրեզենտացիաներ, բավական հետաքրքիր բաներ կային, նույն մշակույթի թեմատիկայի մեջ օրինակ ունենք աուդիոգրքերի հետ կապված դասախոսություն, այսինքն երբ որ մենք տպագիր գիրը ամենահին ժողովուրդներից մեկն է, որ ունի, և այսօր ժամանակակից տեխնոլոգիաներում և վստահ է։ Հավաքվել են շատ հետաքրքիր դեմքեր, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների համացանցի հետ կապված նորություններին շատ լավ տիրապետում են ու եկել էինք հենց այդ ինֆորմացիան ստանալու։ Կարողացա իմ համակարգչային գիտելիքները ինտերնետից օգտվելով կարողություններ հզորացնել, առավելապահ օգտվել ինտերնետից, չվնասել ինձ և իմ համակարգչին։ Մի քանի պրեզենտացիաներ ինձ հատկապես հետաքրքրեցին, որոնց մասին հետագա նորից ուսումնասիրություններ եմ անելու։ Բարքեմփը կայացավ անկախ տեխնիկական ու ֆինանսական դժվարություններից։ Մասնակիցներ եղան ինչպես Գյումրիից, այնպես էլ Երևանից, Վանաձորից և այլ քաղաքներից։ Ֆորմատի համար սահմանափակում չկար, ոչ տարիքային, ոչ կրթական։ Նոր ու հետաքրքիր թեմաներ, նոր մտածելակերպ և ավելի լայն հնարավորությունների համար գաղափարներ։ Մտքեր կային, որպեսզի ոնց ավելի պրոդուկտիվ դարձնենք Բարքեմփը Գյումրիում, ինչի համար պետք է աշխատենք, ինչով կարող ենք նպաստել դրան, ինչ պրեզենտացիաներ կարանք անենք, որպեսզի ավելի հետաքրքիր դառնա։ Ինչով է տարբերվում երևանյան Բարքեմփներից, որ այստեղ ավելի քիչ քանակությամբ մարդիկ են հավաքված
կազմված, բայց ավելի խմբավորված են, այսինքն կապ չունի ստեղ վալենտոր ես, թե վալենտոր չես, դու այդ ամեն ինչը կարող ես օգնես ու անես։ Մոտիվացիաների նոր աղբյուր, այսինքն անդադ նորություններ, որոնց հետևից անգամ չես հասցնում վազել։ Ազատ միջոցառումը, որտեղ մենք չենք մտածում, չգիտեմ, օրինակ ինչպես փող աշխատենք մնանենք, բայց մտածում ենք օրինակ ինչպես ծրագրավորման process-ը դարձնենք ավելի հավես։ Հաջորդ Բարքեմփի համար նոր ծրագրեր են մտածում կազմակերպիչները, նպատակ կա միմյանցից առանձնացնել դրանք իրենց յուրօրինակություններով։ Արդեն ունեցած փորձը կնպաստի այդ աշխատանքի իրականացմանը։ Հաշվի առնելով Գյումրու երիտասարդական դաշտի հետ կապված որոշ զարգացումներ, մտածում եմ, որ միգուցե հաջորդ տարի ունենանք հատուկ հյուրեր հենց երիտասարդական ոլորտի և տեխնոլոգիաների համադրության առնչությունների վերաբերյալ։ Չենք բացի փակագծերը, բայց հետաքրքիր պլաններ, հետաքրքիր ստրատեգիական որոշումներ մենք մեզ համար արդեն ունենք։ Հայաստանում ոչ ֆորմալ կոնֆերանսն առաջին անգամ անցկացվել է 2009-ին, իսկ Գյումրիում 2012-ին։ Թեև այս տարի երկրորդ Բարքեմփն է, սակայն հանրության կողմից ընդունելությունը եղել է բուռն։ Գյումրին ևս մեկ Բարքեմփ ուղարկեց պատմության գիրկը նորի կայացման ակնկալիքով։ Նազելի Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։